Ավարտվել է Ուկրաինայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների Ժնևյան բանակցությունների երկրորդ փուլը, այն տևել է մոտ 2 ժամ։ Կրեմլի պատվիրակության ղեկավար, Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին քննարկումներից հետո լրագրողներին հայտնել է, որ բանակցությունները բարդ են եղել, բայց անցել են գործնական մթնոլորտում։ Նրա խոսքով ռուս-ուկրաինական թեմայով նոր հանդիպումը կկայանա շուտով, անցկացման վայրը և ամսաթիվը դեռ հայտնի չեն։ Բանակցությունների երկրորդ օրվա արդյունքների մասին ուկրաինական պատվիրակությունը հեռավար զեկուցել է Վոլոդիմիր Զելենսկուն։ Կիևի թիմի ղեկավար Ռուստեմ Ումերովը հայտնել է, որ խորհրդակցություններն անցել են 2 բլոկով՝ ռազմական և քաղաքական։ Կողմերն աշխատել են ավելի վաղ քննարկված որոշումների պարամետրերն ու մեխանիզմները հստակեցնելու ուղղությամբ։ Ուկրաինացի պատվիրակների հետ զրույցից հետո նախագահը մանրամասներ է հայտնել բանակցային գործընթացից, շեշտել՝ հարկավոր է անել հնարավորը իրական խաղաղությանը մոտենալու համար։ Ռազմական հարցերով քննարկումները կառուցողական են եղել, կողմերը ընդհանուր առմամբ հասկանում են ինչպես կարող է կազմակերպվել հրադադարի և պատերազմի դադարեցման մոնիտորինգը քաղաքական կամքի առկայության դեպքում։ Գործընթացին անպայման կներգրավվի Միացյալ Նահանգները, ինչը դրական նշան է։ Քաղաքական գծով անդրադարձ է եղել բոլոր զգայուն հարցերին, այդ թվում Ուկրաինայի արևելքին և ենթակառուցվածքներին։ Երկխոսությունը բարդ է եղել, կողմերի դիրքորոշումները տարբեր են, դեռևս էական առաջընթաց չկա, բանակցությունները կշարունակվեն։ Զելենսկին հավելել է, որոշ մանրամասների կտեղեկանա, երբ ուկրաինական պատվիրակության հետ անձամբ հանդիպի, քանի որ այդ հարցերը հեռախոսով քննարկման ենթակա չեն։ Ժնևյան բանակցությունները մեկնարկել էին փետրվարի 17-ին, դրանց ընթառաջ հաղորդվել էր, որ օրակարգում են լինելու տարածքային, անվտանգային և հումանիտար հարցեր, այդ թվում էներգետիկ հրադադարի հնարավորությունը։ Բարձրացվել է նաև Զելենսկի-Պուտին հնարավոր հանդիպման հարցը, ըստ ուկրաինական կողմի միայն այդպես հնարավոր կլինի առաջընթացի հասնել տարածքների հարցով, քանի որ Դոնբասի նկատմամբ վերահսկողությունն այս պահին հիմնական վիճելի կետերից մեկն է։ Կիևից ընդգծում են, չնայած Վաշինգտոնի ճնշումներին ուկրաինացիները չեն համաձայնի տարածքներ զիջել, սակայն Զելենսկին պատրաստ է քննարկել Դոնբասից զորքերի դուրսբերման հարցը, եթե Ռուսաստանն էլ համաձայնի հայելային հետ քաշել իր ուժերը։ Չնայած առկա տարաձայնություններին, ըստ ամերիկյան կողմի շփումները դրական են եղել։ Պատերազմի կողմերին միավորելու գործում նախագահ Թրամփի ջանքերը նշանակալի առաջընթացի են բերել։ Մոսկվայի և Կիևի թիմերը պայմանավորվել են աշխատել համաձայնության հասնելու ուղղությամբ։ Հարկ է նշել, որ Ժնև էին մեկնել նաև եվրոպական երկրների ներկայացուցիչներ, որոնք սակայն անմիջականորեն չեն մասնակցել բանակցություններին։ Ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը հայտնել է, որ առանձին հանդիպում է ունեցել Միացյալ Նահանգների և եվրոպացի գործընկերների, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և Շվեյցարիայի ներկայացուցիչների հետ, քննարկել բանակցությունների արդյունքները և հետագա քայլերի համակարգումը։ Ժնևում տեղի է ունեցել նաև Իրանի և Միացյալ Նահանգների պատվիրակությունների անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ամերիկյան պատվիրակությունը կրկին գլխավորել է Սպիտակ տան բանագնաց Սթիվ Ուիթկոֆը, իսկ իրանականը Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Թեհրանից հայտնել են, որ օրակարգում են եղել բացառապես իրանական միջուկային ծրագիրը և արևմտյան պատժամիջոցների չեղարկման հնարավորությունը։ Աբբաս Արաղչին հայտնել է, որ նախորդ շփումների համեմատ այս անգամ զգալի առաջընթաց է գրանցվել, մի շարք կետերով հաջողվել է համաձայնության գալ։ Այդ կետերն ապագայում կարող են ներառվել հնարավոր համաձայնագրի տեքստում, սա չի նշանակում, որ շատ արագ համաձայնության կհասնենք։ Դեռ տարաձայնություններ ունենք, բայց առնվազն սկսել ենք զրուցել, ինչը դրական զարգացում է։ Հստակ ժամկետներ չկան, կաշխատենք հնարավոր համաձայնագրի վրա, իրար կփոխանցենք տեքստերը, ապա կշարունակենք բանակցությունները։ Արտգործնախարարը հերթական անգամ շեշտել է, միջուկային զենք ստեղծելու մտադրության համար Իրանին ուղղված մեղադրանքները անհիմն են, իսկ խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի կիրառումն Իսլամական Հանրապետության ներքին գործն է։ Արաղչիի խոսքով Թեհրանը պատրաստ է դա երաշխավորել հնարավոր համաձայնագրում։ Նա մտահոգություն է հայտնել, որ բանակցային գործընթացի արդյունավետությանը բացի առկա տարաձայնություններից խանգարում է նաև Արևմուտքի նկատմամբ վստահության պակասը։ Իրանի հետ բանակցությունները մեկնաբանել են Վաշինգտոնից։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի խոսքով Թեհրանը դեռևս պատրաստ չէ ընդունել Դոնալդ Թրամփի որոշ կարմիր գծեր։ Ինչ որ առումով ամեն ինչ լավ է անցել, թիմերը պայմանավորվել են կրկին հանդիպել, բայց նաև պարզ դարձավ, որ որոշ հարցերում համաձայնություն չկա։ Վաշինգտոնի հիմնական նպատակն է կանխել միջուկային զենքի տարածումը։ Եթե Իրանը միջուկային զենք ստանա, այլ ռեժիմներ էլ կցանկանան գնալ այդ ճանապարհով։ Դա աղետ կլինի։ Դիվանագիտական գործընթացներին զուգահեռ հնչում են ուժի կիրառման սպառնալիքներ։ Դոնալդ Թրամփը հայտարարում է, եթե գործարքի չհասնեն, հետևանքներ կլինեն։ Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեին էլ նախազգուշացնում է. կխորտակեն ամերիկյան նավատորմը, եթե այն սպառնա Իրանին։ Այս լարվածության և Մերձավոր Արևելքում ամերիկյան ուժերի ավելացման ֆոնին Իրանը զորավարժություններ է սկսել Հորմուզի նեղուցում։ Դիանա Գասպարյան, լուրեր։